օրինակ անասնապահության մասով սահմանամերձ այն հատվածներում, որոնք 2022-23 թվականների ադրբեջանական օկուպացիայից հետո գրավեցին, այդ տարածքներում կա խնդիր անասնապահության մասով, օրինակ ամբողջ Հայաստանում։ Կան տարածքներ, որոնք որ կարող են իրենք օգտագործել անասնապահության համար, այլևս չեն կարող, որովհետև կամ վտանգի տակ է, կամ գրաված է։ Արոտավայրերի մասին է խոսքը։ Այստեղ sense այսպիսի խնդիր ունենք, որը մի մասով կարողացել ենք հասկանալ նաև հենց գյուղացիների երջափումներից, Գեղարքունիքի մարզ, Վայոց ձորի մարզ այցելություններից հետո։ Նաև այստեղ կարևոր է հասկանալ, որ սոցիալական տարբեր խնդիրները կամ արտերկրում աշխատանքը, մայրաքաղաք գնալու հեռանկարը եւ այլն, մարդկանց ստիպում է, որպեսզի իրենք ուղղակիորեն հրաժարվեն անասուն պահելուց եւ անասնապահությամբ զբաղվելուց եւ գնան մեկ այլ աշխատանքի, որովհետեւ մթերումները, որոնք որ կատարվում են, կոնկրետ գնային եւ մնացած առումներով արդյունավետ չէ տվյալ մարդու համար։ Ինչու՞, որովհետեւ եկամտաբեր չի, իսկ այն կազմակերպությունները, որոնք կաթի մթերում են անում կամ այլ ձևաչափով փորձում են համագործակցության մեջ մտնել գյուղացիների հետ, եւս գյուղացուն կանգնեցնում են գնային տեսանկյունից խնդիրների առջև։ Սրա հետ կապված կան նաև բազմաթիվ հիվանդություններ, որոնք պատուհասում են գյուղացիներին անասունների մասով, անասնաբուժական այցելությունները, ապահովվածությունը այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, նաև իհարկե այս վերջերս ընդունված, որ միայն համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունները պետք է իրականացնեն անասունների մորթ, այսինքն միս վաճառելու գործընթացի հետ կապված եւս առաջացան բազմաթիվ խոչընդոտներ, ստիպում են, որպեսզի նաև անասնապահության տոկոսները անկում ապրեն։ Դրա հետ կապված մենք նախատեսել ենք ծրագրով, որ անկած բոլոր անասունների հետ կապված պետությունը տրամադրելու է փոխհատուցում։ Շատացվելու են այն կայանները լիցենզավորված, որոնք որ իրականացնելու են անասունների մորթը եւ մսի վաճառքի թույլտվությունն են տրամադրելու։ Բացի դրանից նաև գերակայություններից մեկը գյուղատնտեսության հենց անասնապահությունն է լինելու, փորձելու ենք հնարավոր բոլոր տեսակի պրոֆեսիոնալ աջակցությամբ մարդկանց, ովքեր որ միավորվել են մեկ կազմակերպության մեջ գյուղատնտեսական միավորումներ, որպես պրոֆեսիոնալ խորհրդատվությամբ արտերկրից բերված անասունների միջոցով, տրամադրման միջոցով նաև օգնել օժանդակել, որպեսզի դառնան ինքնաբավ արդյունավետ աշխատող կազմակերպություններ եւ կարողանան ինքնուրույն հոգալ իրենց հոգսերը։ Գիտեք, անասնապահությունը մի ժամանակ շատ Հայաստանում իրականից շատ սկսեց զարգանալ։ Մեր դրանով զբաղվում էին շատը մեր եզդի եղբայրները, ազգային փոքրամասնությունները, բայց այսօր, ինչպես տեսնում ենք արոտավայրերը, նորից, այսպես ասեմ, պետության բացի թողի պատճառով բոլորը սեփականաշնորհվեց։ Մարդիկ չունեն արոտավայրեր, կեսը հանձնվեց թշնամի երկրին, կեսը սեփականաշնորհել են, մարդիկ չեն կարողանում իրենց անասունները տանեն արոտավայր։ Ընդունված կարգ էր, ամեն տարի ամառը թե ոչխարները, թե խոշոր երջանավորներին տանում էին հանգավ անգամ չգիտեմ հրազդան սարերը 3 ամիս, 4 ամիս այնտեղ կարում էին իրենք ապահովել անասունների վերջը, հիմա չկա դա։ Դրա համար կամաց կրճատվեց անասնապահությունը, դրա համար քանի որ պետությունը նորից եմ ասում, այն կառավարչությունը, այն գնային կառավարիչները, ովքեր պետք է վերահսկեն գնային քաղաքականությունը, բացի թողի է։ Այսինքն ինչ է նշանակում թռիչքային աճ։ Ինչ է նշանակում միսը կարող է 1000 դրամից միանգամից դառնում է 4000 դրամ կամ 3500 դրամ։ Նույնը կարամ ասեմ, այդ գնային քաղաքականությունը, որը որ չեն վերահսկում, կամ կարող ենք մտածել, կամ կոմպիտենտ չեն, կամ կոռուպցիա կա, որովհետև չի կարա ստեղ գազը 100 դրամ լինի, հենց հարսը փակվի, այս նույն 100 դրամանոց գազը դառնա միանգամից 300 դրամ։ Այսինքն կամ կա ստեղ կոռուպցիա, կամ չեն հասկանում ոնց աշխատել։ Նույնը անասնապահության մասին է խոսքը, նորից եմ ասում, արոտավայրերը վաճառեցին, արոտավայրի տերը ասում է ինձ պիտի
սիմվոլիկ գումար վճարես, որ ես թողեմ դու ստեղ քո անասունները պայես։ Սա նորից դիլնի պետական քաղաքականություն արոտավայրերը հետ վերցնել, զարգ տալ անասնապահությանը, որպեսզի մարդիկ կարողանան թող եթե վճար պետք է վճարեն, թող պետությանը վճարեն, ոչ թե մասնավորին։ Պետությունը ամեն ինչ անում է, մի քանի մասնավոր մարդիկ հարստանան, բայց պետությունը մնալ կա։ Սա նորից սա իմ կարծիքն է, սա նորից Անասնապահության ասով իրոք հնեցա, որ և ինչ-որտեղ ամեն բնակավայր, ամեն տեղային մակարդակով ունի յուրահատկությունը։ Մեր տարածքում էլ Արմավիրի մարզում էլ անասնապահություն գյուղերկան զարգացած է, գյուղերկան նվազ զարգացում ունեն անասնապահության բնակավարում, նաև հիմնական պատճառ է արոտավայրերի բացակայությունը։ Գյուղատնտեսական հողերի մեծամասնություն արդեն մշակովի են, և այդ մշակովի տարածքներում անասուններ արածացնելու արոտավայր ունենալու պատճառները կան։ Չնայած հիմնականում մեր անասնապահությամբ զբաղվողները գնում են արտաքնա արոտավայրեր սեզոնային, արտաքնա արոտավայրերի ֆերմաները։ Աշխարհում այնտեղ էլ է ինչ-որ վարձակալություն։ Վարձակալություն միշտ էլ եղել է, այդ տարի աշխարհում մեր արոտավայրերը վարձակալությամբ են տրամադրում։ Բնականաբար հիմա ավելի թանկացել է այդ վարձը և ձեռնտու չի։ Այս անասնապահության թույլ զարգացվածության կամ նվազման բերումը արդեն մսի գնի աճին, որը թանկ միսը աճեցնել, լավ մտածում ենք անասնապահությունը կարա զարգանա, բայց այդպես չի։ Արդեն մատչելի չի լինում, երբ որ մի բանը թանկ է, արդեն մատչելի չի։ Միշտ ավելի զարգանում է, երբ որ գնային առաջարկ ավելի մատչելի է դառնում։ Այսօր շատ անասնապահներ ուրախ կլինեն մի քիչ ավելի նվազ գնով վաճառել, բայց ավելի մեծ քանակի վաճառել, բնականաբար։ Եվ այս մասով էլ պետք է տեղային մոտեցումները, յուրահատուկ մոտեցումները, օրինակ ինչի ենք ասում, ամեն բնակավայր, նույնիսկ ամեն բնակավայր սպეციფიկ կուլտուրաներ մշակում։ Ժամանակին մեր տարածքում սոխ էինք աճեցնում։ Մեծ քանակությամբ կարմիր, մեր տեղական հյութալի սոխը։ Հիմա չկա, վերացել են սոխի ցանկ չի մշակվում, որովհետև դսից ներմուծված են սպիտակ սոխը կամ ներսում արտադրվում, որը ավելի բարդ է, պահման պայմանները կարող ավելի հարմար լինի, նախապատվությունը մեր ժողովուրդը տալիս է դրան։ Այս տեղային արտադրությունը նաև խթանելու իմաստով ես այս մի առաջարկել ունեմ, որը նաև նույնպես պետության դերն է։ Օրինակ տարիներ են լինում, մենք աննախադեպ ծիրանի բերք ենք ունենում, թեկուզ անցյալ տարի։ Այդ աննախադեպ ծիրանի բերքի պայմաններում մեր շատ գյուղացիական տնտեսություններ է ծիրանի բերքը թափակ ծառերի տակ, ոչ մի պիտանի չէ։ Գործարանը մթերում էր 40-50 դրամով կամ միջնորդների միջոցով էին մթերումը կազմակերպում, որը ոչ մի եկամուտ հնարավոր չէ բերել գյուղացու, ոչ մի եկամուտ։ Զրո, նույնիսկ այն բամբուրի փոփը չէր անում, երբ որ դու պետք է հավաքել դասը։ Ինչ կարող անել պետությունը։ Պետությունը կարող մթերող կազմակերպությունների հետ պայմանագիր կնքել, որ հանձնարարում է մթերել ծիրանը։ Օրինակի համար մեր հիմնական սպառողներից մեկը երկրում կարող լինի բանակը։ Ինչու պետք է մեր հայ զինվորը բանակում, օրինակ ծիրանի հյուր չխմի, ծիրանի ջեմ չպետք է լինի սեղանին մեր զինվորի։ Պետությունը պետք է սա կազմակերպի և կարգավորի։ Գործարանը, երբ որ պատրաստակամություն հայտնի դիցուկ մթերելու 80 դրամով ծիրան կամ 100 դրամով ծիրան, պետությունը պետք է ասի գյուղացի, ես այդպես պետք է անեմ, որ այս ծիրանը քո վրա նստի գոնե 150-200 դրամ, և մնացած մասը թող պետությունը սուբսիդավորի։ Այս ձև պետք է զարգացնեն գյուղատնտեսությունը։ Եթե 1-2 տարի, անցյալ տարի ծիրանը այդպես բերքը շատ է, գինը էժան է, այս տարի ծիրան ընդհանրապես չկա։ Մի տարի էլ սենց լինի, ես վախենամ մեր ժողովուրդը ծիրանի այգիները քանդեն, ինչպես եղավ մի քանի տարի առաջ խաղողի այգիները, մինչև մի քանդում են խաղողի այգիները։